Ռադիո Շանթ։ Մենք շարունակենք մեր ընթացքը 10-ից այսպայն արդեն 30 րոպե, մենք տաղավարում արդեն սկունենք հյուր եւ իհարկե սոնային խնդրենք այսպայն ներկայացնել նաեւ մեր հյուրին։ Մեծ սիրով կներկայացնենք, բայց ինչպես միշտ փոքրիկ նախաբանից հետո սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, մենք շատ հաճախ ռադիո Շանթի առավոտյան սոնե ծրագրի շրջանակներում նաև հյուրեր ենք հյուրընկալում, ամենաբազմազան ոլորտների ներկայացուցիչներ, բայց գիտենք, ուր էլ գնանք, ինչ էլ անենք, հոգևորից երբեք հեռու չենք կարող կանգնել, հատկապես եթե հայ առաքելական եկեղեցու ժառանգներ եւ հետևորդներ ենք։ Եվ քանի որ այսօր մենք արդեն ծրագրի սկզբից խոսեցինք ծաղկազարդի մասին եւ անգամ այսօրվա մեր ինտելեկտուալ հարցը, որը խաղարկում ենք եւ դեռ այն ընթացքի մեջ է կապված է ծաղկազարդի հետ, որոշեցինք, որ այսօր մենք տաղավարում հյուրընկալելու ենք մեր քաղաքում շատ հայտնի ու շատ սիրված քահանաներից մեկին, Տեր Եզնիկ քահանա Գալստյանին, ով Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվն է։ Տեր հայր օրհնեցեք։ Աստված օրհնի։ Շատ ուրախ ենք եւ անչափ շնորհակալ, որ գիտեմ, որքան բազմազբաղ եք դուք հատկապես այս շրջանում, բայց եւ գտաք ժամանակ եւ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Շնորհակալ ենք դրա համար։ Խնդրեմ։ Եվ Տեր հայր խոսենք ծաղկազարդի մասին, ինչպես եւ նշել էի, կուզենայինք, որ սկզբանե այսպես ներկայացնեիք տոնի խորհուրդը, բովանդակությունը, արմատները եւ իմաստը։ Ուրեմն այս կիրագին, դիմացի կիրագին, որ գալու է, կոչվում է ծաղկազարդի կիրագի։ Այս կիրագին այն խորհուրդն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս հաղթական մուտքը ավանագի վրա նստած ներս մտավ Երուսաղեմ։ Եվ մեծ ցնծությամբ ժողովուրդը դիմավորեց Օվսանաներով, օրհնաբանությամբ, ասին Օվսանա Դավիթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսանա բարձունքներում։ Այսպիսի գովաբանությամբ, օրհնաբանությամբ դիմավորեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Նաև եկեղեցին ասում է հաղթական մուտքը Երուսաղեմ։ Տեսեք շատ անգամ մեր Տերը մտել Երուսաղեմ, ամսագլխին, շաբաթ օրեր, տոներին մտնում էր Երուսաղեմ։ Բայց այս անգամ ինչն էր պատճառը, որ այսպիսի մեծ ցնծություն առաջացավ։ Ասում են տղերդաց քաղաքը։ Փարիսեցիներ, տբիրներ նախանձից տղերդացին։ Նախանձ ունեն, չարություն ունեն Քրիստոսի նկատմամբ։ Իսկ հավատացյալ ժողովուրդը պարզ, մաքուր, անկեղծ որ հավատում էին Քրիստոսին, որտեղ բազմաթիվ հրաշքներ ու նշաններ էին տեսել։ Այդ օրհնաբանություններով դիմավորեցին Տիրոջը, իրենց հանդերձները հանեցին, առաքյալները հանեցին իրենց հանդերձները ու փռեցին ավանագի, Եշեւ ավանագի վրա։ Իսկ մնացած ասում է ժողովուրդ իրենց հանդերձները փռում էին ճանապարհի վրա։ Մյուսները ասում է ոստեր էին պոգում ծառերից եւ ասում է դիմավորում էին, փռում էին Տիրոջ ոտքերի առջև։ Այսպիսի ցնծությամբ, ուրախությամբ դիմավորեցին Քրիստոսի մուտքը որպես թագավոր, որպես Տեր, որպես փրկիչ։ Օվսանը նշանակում է փառաբանություն, օրհնություն, փրկիր մեզ վերևից, այդ է նշանակում Օվսաննը։ Եվ ուրեմն պատմությունը եղավ այսպես, ասում է, երբ որ աշակերտների հետ Տերը հասավ Բեթփագե, Ցիտրինաց լեռան մոտ, դեռ չհասած Երուսաղեմ, իր երկու աշակերտներից ավետարանը չի ասում երկու աշակերտներն ովքեր էին, բայց քանի որ միշտ նախապատվությունը Տերը տալիս էր Հովհաննեսին եւ Պետրոսին, հասկանում ենք, որ այս անգամ էլ նույնպես Հովհաննես եւ Պետրոսն է, որովհետեւ Թաբոր լեռան վրա երբ որ պայծառակերվեց նորից իրանք էին, որ ասես գնացեք Զադիկը պատրաստեք նորից այս երկու առաքյալներն էին։ Գեցեմանի պարտեզում որ աղոթում էր նորից այս երկու առաքյալներն էին։ Ուրեմն ուղարկեց երկու առաքյալներին Պետրոս եւ Հովհաննես, որտեղ մեկը կույս էր, մյուսը ամուսնացյալ, մեկը ծեր, մյուսը երիտասարդ, նաև այս խորհուրդն ունի։ Նահաբետների, մարգարեների խորհուրդն է, Հովհաննեսն էլ առաքյալների խորհուրդն է։ Ինչ հետաքրքիր է։ Նաև որ Քրիստոսի արչևից եւ հետևից գալիս էին, արչևից գնացողները Ադամից մինչեւ Քրիստոսի ծնունդ։ Դա է նշանակում։ Քրիստոս մեջտեղում էր, իսկ հետևից եկողները, այսինքն Քրիստոսից հետո իր հետևորդները Մեգրդությամբ ավազանով կնկված մարդիկ, որ հետևեցին եւ դարձան քրիստոնյաներ, երկնքի արկայության գրքի մեջ գրվեցին։ Կնունկով մեգրդությամբ երեխան, որ կնկնվում է, գրվում է երկնքի արկայության, իր անունը գրվում է երկնքի արկայության մեջ։ Կենաց գրքում։ Երկու աշակերտներին Տերն ասում է կգնաք այս ծեր դիմացի գյուղը։ Եվ երբ որ ներս մտեք, այնտեղ կգտնեք մի էշ կավված եւ իր հետ մի ավանակ։ Կարծակեք։ Երբ որ ցեզ ասեն թե ինչու եք արսագում, ասեք որ Տիրոջը պետք է եւ շուտով նրանց կուղարկի։ Աշակերտները գնացին, այդպես էլ կդան, ինչպես որ Տերն ասել էր, հրամայել էր, գնացին, տեսան որ իսկապես ավանակը կաված, էշը կաված,
Արձակեցին եւ այնտեղ կանգնած մարդիկ ասեցին. «Ինչու եք արձակում, ուր եք տանում, ինչ եք անում»։ Ասեցին. «Տիրոջը պետք է»։ Եվ շուտով նա նրանց կուղարկի հետ։ Ուրեմն թույլ տվեցին, որ արձակեցին, բերեցին, իրենց հանդերձները փռեցին էշի եւ ավանագի վրա, եւ ասում է Հիսուս նստեց ավանագի վրա, եւ ասում է բոլոր ժողովուրդը արջևից եւ հետևից գնացողներ իրենց հանդերձներն էին հանում փռում ճանապարհի վրա, ծերեր, մանուկներ, երիտասարդներ, ծառի ճյուղեր, Արմավենի եւ Ցիտենի։ Այնտեղ Երուսաղեմում Արմավենին եւ Ցիտենին այդ ծառը շատ է, իհարկե մենք այստեղ մեր մոտ Ուրենին ենք որպես այդ խորհուրդ օգտագործում։ Եթե ժամանակ ունի, կասեմ ինչ Ուրենին, ինչ խորհուրդ ունի։ Անպայման իհարկե։ Ուրեմն ծառերից ճյուղեր պոգեցին եւ ասում է փռեցին Տիրոջ ճանապարհի վրա եւ երբ որ ասում է մտավ Երուսաղեմ ամբողջ քաղաքը դղրդաց եւ ասեցին ով է սա, ով սանա նաեւ որ բացառենք մեր հայ, ով է սա ասում էին։ Ովքեր որ գիտեին ասում էին որ սա նա է որ Ղազարոսին հարություն տվեց։ Սա նա է որ Մովսեսի ժամանակ ծովը պատռեց։ Ղազարոսին էր հարություն տվել, տեսեք, ասեցի շատ անգամ էր մտել Երուսաղեմ, բայց այս անգամ այսպեսի տոնախմբությամբ, ցնծությամբ, փառաբանությամբ ասին Օվսաննա Դավիթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձունքներում, այսպեսի փառաբանությամբ ընդունեցին, դիմավորեցին Տիրոջը։ Եվ երբ որ Տերը մտավ, ասեցի որ քաղաքում տղերոջ եղավ, փարիսեցիներ, տեբիրներ, ծերեր, այն ժամանակվա փարիսեցիներ, ովքեր որ երեսպաշտությամբ էին հիմնականում զբաղված, ասես ծանր օրենքի լուծը տնում էին մարդկանց ուսերին, բայց մի մատով ասում չէին օգնում։ Այսինքն ասածող էին, բայց գործող չէին, ասում էին, բայց օրենքն էին զուտ ասում, բայց իրենք օրենքը պահող չէին։ Իրենք նախանձի համար տղրդացին, իսկ հավատավոր ժողովուրդը օրհնում, գովում, փառաբանում էր, մանավանդ որ շատերը եկել էին, տեսնեին Ղազարոսին, որ Տերը հարություն էր տվել, Ղազարոսն էր նրանց հետ, տեսնեին հարություն առած Ղազարոսին։ Ասում էին ով է սա, ասում են սա Հիսուսն է, մեծ մարգարեն է, Գալիլայի Նազարեթ քաղաքից է։ Եվ երբ որ ասում է Հիսուս մտավ Երուսաղեմ, տեսեք առաջի գործը Տիրոջ, գնաց մտավ տաճար մտավ, տեսա որ գնում էին, վաճառում էին, ասում է այդ գնողներին, վաճառողներին դուրս արեց, Լումայափոխների սեղանները եւ ասում է աղավնի վաճառողների աթոռները կործանեց, շուռ տվեց եւ ասեց գրված է որ իմ հորս տունը աղոթքի տուն է, իսկ դուք ավազակների ոչ եք դարձրել։ Եվ երբ որ փարիսեցիներ, տեբիրներ տեսան այս բոլոր հրաշքները, այս փառաբանությունը, նեղվեցին, նեղացան, նաև տեսան որ երեխաների բերանից անխոս մանուկներ, անբարբար, կաթնակեր երեխաներ, ասում էին Օվսաննայի բարձունս, Օվսաննա Դավիթի որդուն, զարմանում էին այդ սկանչելիքներից, ասում են չես տեսում ինչ են ասում երեխաները։ Տերը շուռ է գալիս եւ ասում տեբիրներ եւ փարիսեցիներ, դե իրանք որպես օրենսգետներ պիտի ամբողջ հին ուխտը իմանային, մարգարեական խոսքերն իմանային։ Ասում է դուք չեք կարտացել, որ մանուկների բերանից կատնագեր եւ մանուկների բերանից պիտի օրհնաբանություն կատարես։ Չեք կարտացել դա, այդ ասեց։ Եվ ասում է Տերը արդեն երեկո էր գալիս, գնաց Բեթանիա, որտեղ որ Ղազարոսներ հարություն տվել, որտեղ որ Ղազարոսներ ապրում, գնաց եւ ասում է գիշերը մնաց այնտեղ։ Եվ ասում է հաջորդ օրը առավոտ, որ մենք ավակ երկուշաբթի ենք ասում, Ծաղկազարդի հաջորդ օրը երկուշաբթին է։ Ավակ երկուշաբթի ենք ասում, այդ երկուշաբթին է որ անպտուղ թզենին անիծեց։ Եկավ ասում է որ պիտի գնար նորից Երուսաղեմ առավոտ, Բեթանիա մնաց, առավոտ որ երկուշաբթին էր, պիտի գնար Բեթանիա, պիտի գնար Երուսաղեմ, ճանապարհին ասում է տեսա մի թզենի։ Մոտեցավ ասում է քաղցեց, ծովեց, մոտեցավ ասում է պտուղ փնտրելու, բայց ասում է պտուղ չգտավ մենակ միայն տերև կդավ եւ ասեց այլևս քեզանից պտուղ դուրս չկա եւ ասում ամիջապես թզենին չորացավ աշակերտները զարմացան ասին դեր թզենին չորացավ ասեց ոչ միայն այս թզենու ինչ որ կատարվեց թզենու հետ սա կարող եք անել եթե հավատաք ու չկասկածեք այլ եթե այս լերանն ասեք վեր կաց ու ծովը գծվիր ասում է պիտի ենթարկվի ձեզ եթե այդպես կատարել հավատք ունենաք աներկբա այսինքն չերմտեք կլինի թե չլինի հաստատ ունենան քաղաքի մեջ հաստատ լինի հավատքը Դեր հայր, այս տեսարանը, ինչի մասին մենք խոսեցինք եւ դուք այսպես հանգամանալից նկարագրեցիք, նաեւ մի դրվագ ինձ հիշեցրեց, որ փարիսեցիները տեսնելով այդ շռնդալից ողջույնը Տիրոջը, ասացին սաստիր քո աշակերտներին, իսկ Տերն ասաց, եթե ես նրանց սաստեմ, քարերը կաղաղակեն։ Արդյոք սա նշանակում է, որ Տերը այսպես ուրեմն ուժի
ուժի, այսպես կոչ արեց, որ մենք հավատանք ճշմարտությանը հավատալով, մենք կարողանանք իհարկե աներկբա նշել այն ճշմարտությունը ինչը կա եւ իմանալով անգամ եթե դա մեզ գողգոթա է տանում ասենք այդ ճշմարտությունը արդյոք այդ խորհուրդը կա այդ մտքի մեջ Ուրեմն հիմնական խորհուրդը նրա մեջ է որ ասեցին վարշտապետ ասա որ լռեն լուր մնան ասեց եթե նրանք լռեն քարերը պիտի աղաղակեն տեսեք տիրոջ խաչելության ժամանակ աշակերտները թողեցին ու լքեցին տիրոջ ու լռեցին քարերն աղաղակեցին Երգիրը շարժվեց, գերեզմանները բացվեցին, վեմերը պատրվեցին, արիգակն ու լուսինը խավարեցին, իրանք վկայեցին Տիրոջ ասված լինելը։ Այո։ Ուրեմն շատ քարացածներ կային, օրինակ, հենց փարիսեցիների մեջ Գամաղիելը, Պողոս առաքյալն էր փարիսեցի, բայց դարձի եկավ Դամասկոսի ճանապարհին, այո, կուրացավ, Անանիա առաքյալ եկավ ցերկ դրեց նրա գլխին եւ նրա աչքերը բացվեցին, ասեց, սա իմ ընդիր անոթն է, Քրիստոս ասեց, իր ընդիր անոթն է։ Ուրեմն շատերը դարձի եկան, այսինքն քարացած էին, անպտուղ էին ինչպես քարը, բայց Աստված պաշտության եկան, հետանոսները քար էին, քարերն աղաղակեցին, այսինքն Տիրոջը դավանեցին, դարձի եկան, հավատքի եկան, մանուկները, որ անխոս էին, անբարբար էին, փառաբանեցին, այսինքն Աստված ցույց տվեց, որ ես այն նույն Աստվածն եմ, որ անեությունից էության բերեցի, մարդ ստեղծեցի, բանավոր եւ նրա ասում է Ադամի ստեղծեց, կավից, օղից եւ ասում է նրա արումներից կենտանության շունչ փչեց եւ Ադամը ասում է եղավ կենտանի մարդ, բանական մարդ։ Սա էլ իմաստը տեսեք ասում ենք անասուն, այսինքն անխոսուն։ Ահա։ Իրեն բանականություն չունեն, միայն մարդ ունի բանականություն։ Մարդ ունի ինքնիշխան կամք։ Այս սրանով ենք նման Աստծուն, ոչ թե դեմքով ենք, ասում է Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ եւ իր պատկերով։ Ինչով ենք նման, անznիշխան կամքով, հոգու անմահությամբ, մեր հոգին անմահ, ինչպես Աստվածի անմահ, ինքնիշխան ինքնակամ ենք։ Տեսեք մարդու դիրքը ուղիղ ուղացիկ վեր է ուղված, այսինքն ինքնիշխան ինքնակամ ես։ Ուզես բարին կգործես, ուզես չարը կգործես, դու ես որոշում, դու ես ընտրում։ Կենտաններն ու գազանները գորակալուխ են, այսինքն իշխանության ներքո են։ Մարդուն իշխան եւ տեր թակավոր չստեղծեց, այո, ասեց իշխիր այս ամենի վրա։ Նրանք դրա համար գորակալուխ են։ Հետո երբ որ մարդը անհնազանդ եղավ Աստծուն, կենտաններ ու գազաններ շատերը հեռացան Աստծուն։ Մարդուց իրանք էլ եղան անհնազանդ։ Հասկանալի է։ Ինձ հետաքրքրում է, այ մենք բոլորս գիտենք զատիկին մարդիկ նախապատրաստում են, ճիշտ է։ Այդ ծաղկազարդի տոնին ինչպես պետք է նախապատրաստվել եւ ինչպես են այն տոնում, օրը ինչպես է անցնում այդ օրը։ Ինչպես նախապատրաստվենք ծաղկազարդի տոնին։ Եվ ինչպես է անցնում օրը, այո, չգիտեմ, աղոթքներով գուցե էլի սեղան են գցում։ Տեսեք ինչպես որ առաքյալները իրենց հանդեսները փռեցին ավանագի վրա, որ Տերը հանգչի։ Ուրեմն երբ որ մարդը մկրտվում է, մակրվում սրբում ադամական մեղքից արդեն Տերը նոր հանգչում է։ Ասում է որքի Քրիստոս մկրտեցաք, ըստ Քրիստոս զգեցյալ եք։ Ովքեր որ ասում են Քրիստոսի անունով մկրտվում են, Քրիստոսին են հագնում, զգեստ է լինում մեզ համար Քրիստոս։ Այսինքն երբ որ մակրվում սրբվում ենք, տեսեք առաքյալների նման, առաքյալների քարոզությամբ պետք է մարդը քրիստոնյա դառնա։ Ոնց են դառնում քրիստոնյա մկրտությամբ։ Քրիստոնյա բառը Քրիստոսն ինա, Քրիստոսն ունի։ Ոնց որ միջև տաճարը չոձենք, եկեղեցի չի դառնա։ Միջև նշխարքը չեն կորտում, Տիրոջ մարմին չի դառնում։ Միջև կինին չեն կորտում, այրուն չի դառնում։ Միջև երեխան չի կնկվում, քրիստոնյա չի դառնում։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է քրիստոնյա լինենք։ Այդ ավանագի վրա զգեստները փռելը։ Մնացածներն ասում են իրենց զգեստներն են փռում, չէ՞, տարածում ճանապարհի վրա։ Մենք էլ մեր մեղքերը պիտի մերկանանք մեր մեղքերից ու փռենք Տիրոջ ոտքերի արշիվ, որովհետեւ Տերը ոտնակող անի, մաքրի սրբի ջնջի մեր մեղքերը։ Արմավենու եւ ձիտենու ճյուղերը մեր բարի գործերն են, այդ բարի գործերով պիտի դիմավորենք Տիրոջ մուտքը։ Նաև ծաղկազարդի կիրակին նաև մանուկների օրհնության օր է, արդեն ասեցի, որ մանուկները կատնակեր անխոս, անբարբար երեխաները օրհնաբանություն կատարեցին, փառաբանություն կատարեցին։ Դա համար հիմա բոլորս նկատած կլինենք, չէ՞, երեխայի ձեռքը որ մի խաղալիք ենք տալիս, շեղշեկացնում է։ Հենց դա է որ փառաբանում են Աստծուն։ Անմեղ երեխեք, բայց չեն իմանում ինչ բան է։ Դա գալիս է հենց դրանից, որ Տերը ներս մտավ այդ մանուկ երեխեքը փառաբանեցին։ Հիմա ցանկացած իր փայտից տարբեր տեսակի խաղալիքներ որ 10 երեխայի ձեռքը անպայման կշեղշեղկացնի, կթափահարի։ Այսինքն այդ օրհնաբանությունը կատարվեց Երուսաղեմում, որ Տերը ներս մտավ, մանուկները փառաբանեցին։ Նաև մեր մանուկների օրհնության օրն է։ Ամենակարևորը գիտեք, այս մեծ սպակի խորհուրդը ամբողջ աստվածային ծրագիրը սա է։ Թե Աստված գիտի որ մարդ ենք, քանի որ մարմին ունենք, այդ մարմինը քաշում է։ Մարմինը իր հետ քաշում է մտքին,
Միտքը հոգու հետ է կապված, հոգին շնչի հետ է կապված, շունչը մարմնի հետ, մարմինը զգայրանների հետ, զգայրանները քաշում տանում են մեղքի մեջ են գցում։ Աստված գիտի, որ մենք մեղավոր մարդիկ ենք, դրա համար մեր դարձը մեր ապաշխարությունն է ուզում։ Մեր կարծիքով Աստված Եդեմի պարտեզում, Եդեմի պարտեզը ստեղծել էր, դե Աստված նշանում է Աստված այս բոլորը տված։ Ամեն բան իմանում է, ինքը ծածկատես է, առաջատես է Աստված։ Ասում է Ադամ ուր ես։ Միտը Աստված Ադամի տեղը չգիտեր, ինչ էր կանչում Ադամին, ապաշխարության էր կանչում, որ մի հատ մեղա պիտի ասեր։ Կայենին ինչու ասես, Կայեն ուր է քո եղբայրը։ Միտը չէր իմանում, որ Կայենը սպանել էր իր եղբորը, կանչեց ապաշխարության։ Երբ որ Ղազարոսին պիտի հարություն տար, ասեց ուր դրեցիք, գերեզմանը ցույց տվեք, ասին Տեր արի ու տես։ Երկու օր առաջ իմացա, որ Ղազարոսը մեռավ, Ղազարոսին պիտի հարություն տար, ուրեմն տեղը չէր իմանում։ Այսինքն որ մեր քարը, սրդի, այդ մեղքերի քարը մի կողմ տանենք, այդ մերելությունը, կարշահոդությունը, գերեզմանը կարշահոդություն ունի, չէ՞, միջև այդ քարը չկլորենք հрьяաներին ասեց մի կողմ տարեք այդ քարը, իրանց ձեռքով տարան այդ քարը, որ վգա լինեին Ղազարոսի հարությանը։ Այդ մեր սրդի ծածկոցը պիտի հանենք, այսինքն ապաշխարության, պիտի խոստովանվենք մեր մեղքերը։ Ասում է ասած մեղս քո եւ արտարացես։ Ասում է ասա քո մեղքերը, որ արտարանաս։ Երբ որ մի հատ մեղա ես ասում, Աստծո թողությանն ենք արժանանում։ Երբ որ ասում են խոստովանահայրը թողություն է տալիս, ով որ գալիս է քահանայի մոտ խոստովանության, ասում է երբ որ քահանան իրան տրված իշխանությամբ ասում է արձակում է այդ բոլոր մեղքերից, ասում է ոնց որ Ադամը Եդեմի պարտեզում էր նախքան մեղք գործել է։ Տեսեք ինչ զորություն ունի խոստովանությունը, ապաշխարությունը։ Մարդուն մաքրում սրբում է այդպես։ Ուղիղ խոստովանությունը, շիդակ, լացով, հոգոց հանելով, այդ ցավը զգալով, մռմռալով, չէ որ ամեն մարդ ունի խեժմեդանք, այդ խեժմեդանքն է տատում մեզ, ասում ես ինչ արեցիր, կեղծեցիր, սուտ խոսեցիր, չափազանցրեցիր, ու մնացած բոլոր բաները, որ Աստծո ներկայությունն է մարդու խիղճը, քո ներսն է, ամեն ինչից տեղյակ է, ճիշտ է թակուն տեղը, դրա համար անիրավ դադավորի մեջ ասում են մի դադավոր կար իր քաղաքում, Աստծո չէր վախենում, մարդկանցից չէր ամանչում, այդ դադավորը մարդու միտքն է։ Քան որ ծածուկ տեղը մարդկանցից չի ամանչում, ինչ իմանամ քո մտքի մեջ ինչ կա, այնքան է լինում մարդկանցից հետ, չէ, մարդու մտքի մեջ էմիսին պիղծ բան է առաջանում, ասում է մտքովդ, ինքդ քեզանից կարշում ես, ասում ես ստերացված ես, ինչ էր անցավ մտքովս, ինքն իշխան է, ինչ ուզենա ինքը մնացի։ Եվ ասում է Աստծո չէր վախենում, որովհետև ինքը իշխանություն ունի, ծառաչի մարդու միտքը։ Երբ որ ուղիղ շիդագ է, այսինքն երբ որ աստվածային է, աստվածային օրենքն է պահում, պատվիրանապահությունն է պահում, աշտար դադավոր է, բայց երբ որ ընկնում է մարմնի գործերին մեղքերի չարիքի դառնում է անիրավ դադավոր։ Դրա համար հոգին արիացած Քրիստոսից գալիս թագում է դուրը մտքի, ասում է դադարը, ին ոսողից ինձ ազատիր։ Ասում է որոշ ժամանակ չուզեցավ, միտքը որոշ ժամանակ մարմնի այդ մեղքերի մեջ հեշտացած է, բայց երբ որ խեղճմեդանքը տանջում է, տես մտքի մեջ կա տերդնջական մաս։ Այդ տերդնջականով զանազանում ենք, տարբերում ենք, չարն ու բարին ու ընտրում ենք։ Այդ տերդնջականով սկսում է ընտրել, բայց երբ որ խեղճմեդանքը միշտ գալիս թագում ասում է ես ինչ ես անում, ստիված արդեն միտքը ասում է թեբետ, Աստծո չեմ վախենում, մարդկանցից չեմ ամանչում, բայց ես այրի կնոջ տատը լսեմ, որովհետև ինձ արդեն ցանցրացնում է, չկա ինձ օգնեցնի։ Այս շատ անգամ որ խեղճմեդանքը թագում է մեր խղճի այդ դուրը, մեր մտքի արդեն միտք ասում է դառնանեմ իրավունք տանեմ այրացած հոգ, այսինքն հոգևորը առաջնորդ է, որ մարմինը միշտ ճնշում է հոգուն։ Դա ասում է հոգին մարմնին հագարակ է, մարմինն էլ հոգուն։ Իրար հետ կռվում են, բայց դու ունես ազատ կամք, դու ես վճռում, մարմնավորը կատարես թե հոգևորը։ Հիմա երբ որ հոգևորն են կատարում, մեր միտքը արտար դադավոր է, բայց երբ որ մարմնավորին է հետ հեշտացած, դառնում է անիրավ դադավոր։ Միջև խեղճմեդանքը թագում է, որ միջև միտքը դադավորը դադանի, ազատի ոսողից, մարմնից այսինքն։ Ինչքան հետաքրքիր է, որքան բաներ կան, որոնք մենք պետք է բացահայտենք դեռ սիրելի ունկնդիրներ։ Տեր հոր օգնությամբ իհարկե հերթական հարց է Տեր հայր, ձեզ երբ Հիսուս մտավ Երուսաղեմ, ինչպես դուք էլ նշեցիք, Օվսաննա, Դավթի որդին է գալիս, Տիրոջ անունով է գալիս։ Տիրոջ անունով, այո, Օվսաննա բարձունքներում։ Այո, այդպես ընդունեցին մարդիկ Տեր Հիսուսին, բայց որոշ ժամանակ անց սկսեցին բղավել խաչեցեք նրան։ Ես կուզենայի իմանալ այս հակադրությունը եւ ինչ դաս պետք է քաղի յուրաքանչյուր քրիստոնյա այս տեսարանից, որովհետեւ ամենացավոտ բանն է հյուրընկալ ընդունում ես այսպես ջերմ եւ հետո խաչեք նրան, ինչ դասեր քաղենք մենք քրիստոնյաներս։ Ամենակարևոր դասը պետք է քաղենք, որ այս աշխարհի փառքը, մեծությունն ու պատիվը դա է,
Մունետիկի նման է, Սուրբ հայրերն ասում են։ Մունետիկը ինչ է անում, ես քաղաքից են քաղաքն է գնում, ես իշտ օր ես իշտ թագավորի հրամանն է կատարում։ Ես քաղաքից անցնում եմ մյուս քաղաք, այնպես է պատիվն ու փառքը աշխարհի։ Ես մարդուց անցնում եմ մյուս մարդը։ Այդպես էլ Տիրոջը այս դիմացի կիրագին որ ցաղկազարդն, այդպես որպես թագավոր, օրհնաբանությամբ, գողությամբ, հանդերձները փռելով, ճյուղերով զարտարելով Տիրոջ ճանապարհը ընդունեցին, բայց ասում է ուրբաթ օրը, այսինքն 5 օր հետո ցաղկազարդից 5 շաբթի իրիկունը խավարման գիշերն է։ Այսինքն Տիրոջ արդեն Գեցսեմանի պարտեզում բռնում են, տանում չարչարում են, ուրբաթ օր արդեն խաչն են փարշացնում։ Ուրեմն ցաղկազարդին որպես թագավոր ընտրեցին, իսկ ուրբաթ օր ասեցին չիք մեզ թագավոր չկա, մեզ համար թագավոր, բայց կայսրից Պիղատոսը որ չէր ուզում խաչել Քրիստոսին, ասեց ձեր որ Քրիստոսն է, ինչ անեմ Քրիստոսին, ասին խաչը հանիր, ասեց մեղ չեմ տեսնում ես արտարի մեջ, Պոնտացի Պիղատոսը կուսակալն անգամ ասեց մեղ չեմ տեսնում, ասին եթե չխաչես կայսրին կբողոքենք, վախեցավ Պիղատոսը, գիրը գրեց ու տվեց եւ ասում է հрьяաները տարան խաչեցին, ավանդություն ասում է որ Պիղատոսը այդ գիրը տալուց հետո գնաց ձեռքերը լվացրեց եւ ասում է ջուրը արժնոդվեց, այսինքն մեղք ուներ Դե վերջապես ինքը խաչել տվեց։ Դրա համար երբ որ մենք գերեզմանատնից հետ ենք վերադառնում, իհարկե հիգիենայից էլ կախված մեր ձեռքերը լվացնում ենք, բայց հենց այդ Պիղատոսի խորհուրդն է նաև, այսինքն ես քավյալ եմ, տվյալ դնջեցյալի մեղքերից ամեն մարդ իր մեղքերի համար ինքը պիտի պատասխան տա։ Դրա համար ենք լվացվում։ Ուրեմն նաև պիտի դաս քաղենք, որ տեսեք Տիրոջ այդպես զարտարեցին, բայց մեր կացրեցին խաչի վրա։ Աշակերտները հրամանակատար էին, այսինքն հրամանները կատարում, բայց խաչի ժամանակ թողեցին եւ հեռացան Տիրոջից։ Այս բոլոր բաները պիտի մենք դաս քաղենք, որ այս աշխարհի փառքն ու պատիվը անցողիկ է, փուջ է, ունայն է։ Սողոմոն իմաստունի նման մարդը, գիտեք որ իր նման իմաստուն եւ հարուստ մարդ չի եղել, ասեց ունայնություն ունայնությանց, ամեն ինչ սնոտի է։ Ուր ենք մնում մենք մարդիկս։ Դրա համար Աստված ցույց տվեց, ասեց որ այս աշխարհի փառքը, պատիվը, մեծությունը փուջ է, դատարկ է։ Կա ավելի կարևոր բարձունք, ինչին պետք է հավատալ։ Այո, հոգևոր բարձունքն է կարևոր։ Դրա համար այդ խոնարհությունը ցույց տվեց, բայց ինչի ավանագի, միշտ հետիոտներ ման գալիս չէ, դերը ավանագի վրա նստեց այս անգամ։ Համ Ղազարոսներ հարություն տվել դրա համար ժողովուրդն եկան որ տեսնեին Ղազարոսին, համ տարօրինակ բան տեսան որ Տերը միշտ ոտքով էր ման գալիս, այս անգամ արդեն ավանագի վրա է նստած գալիս։ Խոնարհություն սովորեցրեց։ Գիտեք ամենա 7 մահացու մեղքերը կան, որոնցից գլուխը հպարտությունն է։ Այդ հպարտությունը կործանեց, այսինքն իրանից հետո եկող առաքյալներ, վարդապետներ, առաջնորդներ, հոգևոր դաս միք կարգեր, ցիեր, ճորիներ ցկտեք դրան։ Հեզ ու խոնարհություն, ինչպես ես ավանագի վրա նստած ներս մտա Երուսաղեմ։ Մսուրկի մեջ ծնվեցի, Աղկադմորից ծնվեցի։ Աշխարհի թագավորը դարձա։ Այո։ Լավ, Տեր հայր, ես կուզենայի նաև մի այսպիսի հարց հիմնականում միշտ այս բարի սերմը խոսքի տեսքով, հա, միշտ դուք հոգևորականությունը ընդհանրապես փռում է հավատացյալ ժողովրդի շրջաններում, հոգիներում, արդյոք նկատում եք այդ սերմը առատ պտուղ տալիս է։ Ինչ եք նկատում ձեր։ Անպայման, ասում եմ անձրևը որ երկնքից գալիս է, անարդյունք չի։ Իր գործը կատարում նոր է վեր բարձրանում, նորից գոլորշանում երկինք է բարձրանում, չէ, բայց ասում եմ, իր գործը կատարում է, անպայման։ Դրա համար Տերը պատմեց սերմնացանի առակ, ասում եմ, սերմցանողը վեր կացավ սերմ ցանելու։ Մի մասը սերմը, ասում եմ, ընկավ ճամփեզերքին, թրջուններն եկան ու տարան, ասում եմ, մի մասը ընկավ քարքարոտ տեղ, քան որ հողը չկար, այսինքն արմատ չուներ, որոշ ժամանակ ասում եմ, աճեց եւ հետո անպտուղ եղավ, չորացավ։ Մյուս մասը ասում են ընկավ ժայռի վրա, դե ժայռի վրա չի կարող աճել։ Մի մասը ասում են ընկավ փշերի մեջ, փշերը բարձրացան, ասում են խեղդեցին այս սերմը, չթողեցին որ աճի։ Իսկ ասում են մի մասը ընկավ մի պարարտ տեղ եւ ասում են պտուղ տվեց, որը 30, որը 60 եւ որը 100։ Այն 3 տեղը որ կորել էր, այս մի տեղով, այս բոլոր արդյունքը տվեց, ասում են, որը 30 որը 60, որը 100, այն որ կորավ ճամփեզերքին, աբարաժի վրա ընկած, փշերի մեջ ընկած, այս որ կորավ, այդ կորած տեղը պարարտ հողի մեջ որ ցանվեց, այդ արդյունքը նորից վերականգնվեց, այո։ Շատ լավ է որ դուք նկատում եք, որ այդպես է Տեր հայր։ Մի վկայություն ասեմ, մի 2-3 օր առաջ է եղել, ես ժամանակին իհարկե սա ոչ թե իմ անձնական իմաստն է խոսքը, որ ասեցիք, հիշեցի պարզապես պտուղը, որ բանը ցանում ես։ Երևի արդեն 22 տարի արդեն եղավ քահանայեմ, մի 24 տարի առաջ, 24 կամ 25 տարի առաջ 10-րդ դպրոցում ես կրոն էի դասավանդում։
ժամերով ես մանկավարժական եմ, ունեմ, հա, այդ մանկավարժական կրթություն ունեմ։ Այո։ 10 ժամեր տևեցին կրոն էի պարավում, ուրեմն 3 օր առաջ Նորվեգիայից այս երիտասարդը եկավ, անունը Շանտե, ասես Տեր հայր, դուք ինձ հիշում եք, եկեղեցի եկավ Սուրբ Նշան, ասի չէ տղա ջան, չեմ հիշում, ասեց ես 10-րդ դպրոցից եմ, մայրս եղել այդ դպրոցի հայոց լեզու գրականության ուսուցչուհի, հեռախոսով նկարած ցույց տվեց, թե արդեն բոլորս 20 քանի տարի անցել է մեծացել ենք, չէ տեղը չվերեցի, բայց ինչ որ մի բան հիշեցի, որ մի ուսուցիչ կար, որ այսպես կրոնի հարցերով շատ էր մոտենում, այսինքն հավատքի հարցերով։ Այո։ Ասեց ես քո աշակերտներից մեկն եմ։ Ասում է դուք որ մեզ թելադրում եք թե 7 արակներ պատմեստերը երկինքի արկածյան մասին։ Ասում է մի արակ պատմեցիր այրի կնոջ մասին, որ ասում է այլուրը շաղախեց եւ ասում է ամբողջ խմորը խմորեցրեց։ Ասում է արակը պատմեցիք։ Ասում է հաջորդ օրը որ եկաք հարցրեցիք թե իմ պատմած արակներից ով կարող է պատմել, ասում է ես պատմեցի ձեր պատմած արակը։ Ասում է դուք ինձ 5 նշանակեցիք։ Ինչ ժամանակ այդ 5-ը կար։ Այո, դեռ 5-եր էին ստանում աշակերտները։ Ուրեմն այսպես մեծ երախտագիտությամբ ասում է Տեր արդ սերետ դասերը ինձ համար ուղեցույց եղան, լույս եղան ամբողջ ընթացքում, որ ես օդարության մեջ եմ եղել։ Ուրիշ տեղեր ապրել, հետո տեղափոխվել էր այդ Նորվեգիա, մի քանի տեղեր տեղափոխվել էր։ Ասում է այդ ամբողջ ընթացքում այդ դասերը միշտ ինձ օգուտ բերեցին, որ ես Աստծո խոսքը լսել էի։ Սա ասենք մի օրինակ, որ պատուղը տալիս է անպայման։ Դե ամիկս գիտենք մի բան որ ցանում ես ամիջապես չի աճի։ Համբերություն է պետք։ Պիտի ջրես, չէ՞ պիտի խնամես, պիտի շուրջ բոլորը պարադանյութ տաս, փորես, պապկացնես, հետո ժամանակին իր պատուղը տա։ Դա Աստված որ այդ սերմերը միշտ իրենց պարարտ հողը գտնեն։ Դեր հայր, որովհետև ես գիտեմ որ դուք ինչ ջանքեր եք գործադրում, որպեսզի այդ սերմը փոխանցվի մարդկանց եւ այդ պտուղը տեսնենք, մենք բոլորս տեսնենք եւ ուրախանանք։ Այս է ամենակարևորը։ Եվ քանի որ արդեն ավարտին է մոտենում եթերաժամը, կուզենայի որ Ուրենու ճյուղերի մասին էլ խոսենք եւ եզրափակենք արդեն մեր զրույցը։ Ուրեմն Ուրենին ամենտեղ հեշտ գտնվում է։ Լեռնային լինի վայրը, դաշտային լինի գտնվում է։ Նաեւ Ուրենին վայրի եւ անպտուղ է։ Մենք էլ հետանոսներս վայր ենք եւ անպտուղ ենք, այսինքն աստվածային գործերից դարձանք բդղատու, այսինքն դարձի եկան Քրիստոսով։ Նաեւ Ուրենին ցանկացած տեղ որ փորես ու տնկես ամիջապես կարմատանա ու գծաղգի։ Այդպես էլ հետանոսներս Տիրոջ առաքյալների քարոզությունը որ լսեցինք, ամիջապես արմատացանք ի Քրիստոս։ Պատուղ տվեցինք, արդյունավետ եղավ։ Հետո ասում է երբ որ Ուրենու գլուխը կտրում ես, ինքը ճյուղեր է տարածում ավելի շատ։ Եվ ասում է շատ-շատեր նահատակվեցին Քրիստոսի անվան համար ու արմատներ տվեցին։ Հետո Ուրենին փափուկ է ու թույլ։ Ճկող։ Ահա, քրիստոնյան է պետք է լինի հեզև խոնար։ Այդ խորհուրդն ունի փաստորեն նաև։ Խոնարհության։ Շատ։ Հետո իր մեջը դադարք է, օրինակ տեսել եք որ կտրես մեջը դադարք է։ Այո։ Դադարք պիտի լինես աշխարհի աշխարհից դադարք, հոգևորով լեցուն։ Բոլոր ծառերի այդ ճյուղերը արմատները լսված են։ Ուրենունը դադարք է։ Պիտի դադարք լինենք աշխարհի նկատմամբ սեր ունենալուց քրիստոնյան։ Շատ հետաքրքիր էր այս մեկ բացատրությունը եւս Տեր հայր։ Դե ինչպես եւ միշտ սիրելի ունկնդիրներ միշտ ասել եմ եւ այսօր էլ կկրկնեմ, որով ամենահետաքրքիր զրույցները այնքան արագ են անցնում եւ շատ հարցեր կան, որոնք պատտվում էին համեր եւ իմ եւ այդ կարի մտքում այդպես էլ չհասցրեցինք տալ, որովհետեւ ժամանակն է խիստ սահմանափակ։ Մնում է այս պահին միայն Տեր հայր ձեզ ասել շնորհակալություն այն բանի համար, որ էլի կրկնեմ այս բազմազբաղ օրերին կտակ ժամանակ չմեժեցիք մեզ եւ հյուրընկալվեցիք մեր տաղավարում եւ փորձեցիք այո հերթական անգամ այդ բարի սերմը թողնել մեր ունկնդիրների հոգիներում, թող որ այդ սերմը ծլարցակի, թող որ մշտապես կարողանանք ուրել լինել, ուրել գնալ, ինչպես ձեր աշակերտը Նորվեգիա կամ չգիտեմ, ուր ուզում է գնանք, բայց այդ սերմը մշտապես մեր հոգում պահենք, որովհետև շաբաթով Արցախ է եկել, ինչ որ հանդիպել էր ձեզ։ Եկավ։ Շատ լավ է, շատ իրոք շատ ուրախալի բան ասացիք, եւ թող որ այդ սերմը մշտապես առաջի դեպք չէ, շատ դեպքեր են, հա, մոդեսել դե փոխվում են երեխեքը, չէ՞ ճանաչում, մեզ 10 եք տվել, հա։ Անկասկած Տեր հայր ջան։ Հա, այդպեսի աշակերտներ ունեցել եմ։ Ահա, դե ինչ, սիրելիներս, եւս մեկ անգամ Տեր հորա ասենք շնորհակալություն հյուրընկալության համար եւ Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Կարելի է նաեւ այսպես հասկանալ, հա,
Տերը փորձում է գալ մեր հոգու, մեր ներքին Երուսաղեմ, եւ շատ ցանկալի կլիներ, որ այդ այցի ժամանակ մեր հոգիները քարացած չգտներ։ Այդ ամենակարևոր բանն է, որ մենք պետք է հիշենք եւ աշխատենք մեր կյանքի ընթացքում անել այնպես, որ այդպես չլինի, երբ Տերը այցի գա քարացած հոգիներ չգտնի։ Շնորհակալություն Տեր հայր, անչափ շնորհակալ ենք։ Մեր ունկնդիրներին էլ շնորհակալություն, նաեւ Հարցը ամփոփենք։ Հարցը, այո, ամփոփենք, այդ կարճանկանի չենք մոռացել։ Մենք այսօր նաեւ Ծաղկազարդի հետ կապված հարց էինք խաղարկում, հարգելիներս, բանն այն է, որ Կիլիկիայում եկեղեցիների Սուրբ Սեղանները Ծաղկազարդի տոնին պարտադիր զարդարում էին Ամանոս լեռան անդառներից բերված մանուշակներով եւ ճաշատեսակներից եղինջ էին տապակում, հավատալով, որ հենց եղինջով ծեծել են Հիսուս Քրիստոսին։ Այդպիսի հավատալիք ունեին մեր Կիլիկիա բնակ հայերը, տապակում էին եղինջը եւ ճաշակում այդ օրը հենց եղինջ։ Հաղթողներ իհարկե ունենք, շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր ակտիվ մասնակիցներին ու նաեւ սիրելի ունկնդիրներ նշեմ, որ մեր այս շատ հաճելի հետաքրքիր բազմապովանդակ հարցազրույցի տեսագրությունը դուք կարող եք գտնել Ռադիո Շանթ եւ Շանթ Գյումրի Facebook-յան էջում, նաեւ YouTube-ում, սիրելի ունկնդիրներ, եւ պարզապես ունկնդրել, տվել թող որ այդ սերմը Տեր հոր, այսպես մեզ նվիրած սերմը անպայման արմատներ գցի մեր հոգիներում։ Այսքանը այս առավոտվա համար սիրելի ունկնդիրներ։ Մենք հրաժեշտ ենք տալիս բոլորիդ մաղթում հաճելի օր, լավ հանգստյան օրեր, անպայման նաև մասնակից դարձեք Ծաղկազարդի գեղեցիկ տոնին։ Երեխաներին բերեն, որ օրհնվեն, Անպայման երեխաներին բերեն երեխաների օրհնության օրն է, այո, անպայման գնացեք եկեղեցի, որպեսզի նաև փոքրիկներին օրհնեն։ Մանկասայլակներով։ Մեր հովանավորը մանկասայլակ խանութ սրանն է, դուք կարող եք հենց ձեթ մանկասայլակների մեջ երեխաներին դնել, սիրելիներս շատ որակյալ մանկասայլակներ եւ անպայման պարտադիր տանել եկեղեցի, որպեսզի այդ օրհնությունը իրենք ստանան։ Բոլորովին այլ մարդ է դառնում այն երեխան, որը փոքրուց կապ է ունենում մեր առաքելական եկեղեցու հետ եւ ստանում է այդ օրհնությունը եւ ամենասիրուն տեսարանը ես օրինակ շատ եմ սիրում Տեր հայր, երբ պատարակների ժամանակ բալիկները այսպես մայրական գրկում ստանում են Տեր հոր օրհնությունը։ Դա ամենահուսիչ, ամենահրաշք տեսարանն է, թող որ այս Կիրակի հատկապես դա նկատելի լինի բոլոր եկեղեցիներում։ Շնորհակալ ենք սիրելի ունկնդիրներ, Տեր հայր, անչափ շնորհակալ ենք, կհանդիպենք։ Մանուկ Հիսուսին որտեղ կտան Հովսեփն ու Մարիամը 12 տարեկան, որ 3 օր կորավ։ Ահա, եկեղեցում։ Տաճարում։ Նազարեթում։ Չէ, Երուսաղեմում։ Երուսաղեմում, հա, բայց Նազարեթում էլ չէ նմանատիպ դեպք։ Ինքը մեծացավ Նազարեթում, ծնվեց Բեթլեհեմում, բայց մեծացավ Նազարեթում։ Հովսեփը Նազարեթից էր։ Ահա։ Այսպեսի բացահայտումներ էլ սիրելի ունկնդիրներ։ Զրույցը ասեց ինձ ինչու եք փնտրում այլտեղ։ Չէիք իմանում, որ ես իմ հորս տան մեջ եմ։ Ահա։ Զրույցը չի կարող ընդհանրել անհնար է, որովհետև շատ հետաքրքիր է սիրելի ունկնդիրներ, բայց եւ ստիպված ենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, կհանդիպենք նոր շաբաթվա առաջին օրը։ Ռադիո Շանթ